Փառք Աստծուն այս հիանալի երեկոյի համար, որ Աստված կյանք տվեց եւ եւս մեկ անգամ հանդիպեցինք եւ Տիրոջ ներկայությունն ենք վայելում եւ իր սուրբ խոսքի համաձայն ես հավատում եմ, որ նա մեր մեջ է։ Եվ այս բաժնում ինձ որ վստահված է, սիրելիներ, ուզում եմ միասին բաժնեկցենք, հասկանանք եւ որպեսզի խոսքս ավելի հստակ լինի, այսօրվա պատգամը վերնագրել եմ հետևյալ կերպ. Հիսուսը գթառատ է քո հանդեպ։ Ամեն։ Այո, Տերը այսօր մեր հանդեպ իր մեծ գութը եւ իր մեծ սերն է տալիս, սիրելիներ, որ մենք այսօր այստեղ ենք եւ կանգնած ենք Տիրոջ առաջ։ Ինչ եմ սա ասում, որովհետեւ Տիրոջ ողորմությունն ու գութը իմ կյանքում միշտ կա եւ եղել է։ Որովհետև Ղուկասի ավետարանի 15-րդ գլխի 1-ից մինչև 10-րդ համարները, երբ որ միասին կընթերցենք, այնտեղ կտեսնենք, որ Տեր Հիսուսը թողնում այն 99-ին եւ գնում այն միակի հետևից, որը որ կորած այս աշխարհի մեջ։ Եվ այստեղ Տիրոջ գութը եւ գթասրտությունն եմ ուզում տեսնենք, որ իմ անձի հանդեպ սա կար, որովհետև Տերը թողեց 99-ին եւ եկավ ու ինձ գտավ։ Որովհետև ես ժամանակին ապրում էի աշխարհում, ժամանակին ապրում էի մեղքի մեջ, չճանաչելով իր կարևորությունը իմ կյանքում եւ չհասկանալով, թե նա ինչքան գթառատ եւ սիրող Աստված է։ Եվ նրա սիրո եւ նրա զոհաբերության արդյունքում է, որ ես այսօր այստեղ կանգնած եմ եւ նույնն էլ ուզում եմ փոխանցել քեզ, սիրելի քույրս եւ եղբայրս։ Քանի որ իմ հավատքի կյանքը նախ ճանաչել է Քրիստոսին, որպես քրիստոնյա չի համապատասխանել իրական Աստծո խոսքին։ Քանի որ ես ապրել եմ իմ կյանքը իմ սկզբունքներով, չճանաչելով նրան, չճանաչելով նրա խոսքը եւ չիմանալով այնպիսի բաներ, ինչը որ Աստվածաշունչն է սովորեցել այս տարիների ընթացքում ինձ։ Եվ շնորհակալություն Տիրոջը, որ թողեց այո այն 99-ին եւ եկավ ինպես կորած մեկի հետևից։ Եկավ, գտավ ու ես արձագանքեցի Տիրոջ ձայնին, սիրելիներ։ Արձագանքեցի Տիրոջ ձայնին եւ մինչ այսօր նրա եկեղեցում եւ նրա տան մեջ եմ։ Փառք Տիրոջը սրա համար։ Իսկապես կարևոր է ընդունել եւ հասկանալ Տիրոջ գթառատ սերը եւ ողորմությունը մեր կյանքերում։ Եկեք ընթերցենք Աստվածաշունչը, որովհետեւ զորավոր կերպով Աստծո խոսքը կարող է իմ ու քո կյանքը փոխել եւ ուզում եմ որ ուշադրությամբ լսես այն ինչը որ Տիրոջ խոսքում գրված է։ Ղուկասի ավետարան 15-րդ գլխի առաջի համարից կարդանք։ Բոլոր մաքսավորները ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։ Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. Սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում։ Եվ նա այս առակը ասաց նրանց. Ձեզանից ով 100 ոչխար ունենա, եւ եթե դրանցից մեկը կորցնի, 99 անապատում չի թողնի եւ կորածի հետևից չի գնա։ Եվ այստեղ ես տեսնում եմ ինձ, եւ ուզում եմ որ տեսնես նաեւ քեզ։ Մինչեւ որ այն գտնի, եւ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի եւ տուն գալով բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. Ինձ հետ ուրախացեք, որովհետեւ իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Փառք Աստծուն։ Ուզում եմ ասեմ, որ քո համար, երբ որ դու այսօր ապաշխարես եւ գաս Քրիստոսին, այո, Աստված գալիս է քո հետևից, թողնելով այն 99 եւ խնդրում եմ, որ քո ականջը բացես նրա ձայնին։ Խնդրում եմ, որ արձագանքես նրա ձայնին ու մտնես այն ուրախության մեջ եւ դու պատճառ դառնաս, որ երկինքը ցնցա քո ապաշխարության համար։ Որովհետեւ հաջորդ համարներից, երբ որ մենք կարդում ենք այնտեղ անառակ որդու մասին է գրված,
որ իր հոր ունեցվածքը վերցնելով ամբողջը գնաց եւ աշխարհի մեջ այն վատնեց, վերջացավ եւ նոր հասկացավ, որ այդ ամեն ինչը ժամանակավոր էր։ Եվ փնտրեց ճանապարհներ, որպեսզի գտներ, փնտրեց ճանապարհներ աշխարհում, ինչ որ տեղ գնալով հանդերձ, ինչ որ գոմերում եւ խոզերի կերն են նրանց անգամ չէին կամենում, որպեսզի նա դա վերցներ, նա այդ ժամանակ հասկացավ, որ հոր տան մեջ իր համար միշտ կիրակուր կա։ Իրապես ուզում եմ հասկանանք, որ աշխարհը մեզ ոչինչ չի տալիս։ Նա ամենավատն է մեզ տալիս, բայց հոր տան մեջ, հոր հետ, Աստծո հետ ամեն բան դու կարող ես ունենալ։ Եվ այդ պատմությունը շատ հիանալի կերպով 11-րդ համարից շարունակեմ գրված է. Դարձյալ ասաց մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. Հայր, տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժին։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետ կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց, անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եւ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, եւ սա նրան իր ագարակ ուղարկեց, որ խոս արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերն ու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոք նրան չէր տալիս։ Այսա մասին էի խոսում, որ Աստված մեզ տալիս է իր շնորհքները, Աստված տալիս է իր ամեն ինչը, իր ունեցվածքը, բայց մարդը միշտ փորձում է աշխարհում փնտրի դա։ Եվ սթափվելով ասաց. քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամա կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքիու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկն արա։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց, վազեց նրան, վզով ընկավ եւ համբուրեց նրան։ Եթե դու այսօր աշխարհում ես ու չգիտես ինչպես ազատվես այդ աշխարհի մեղքից, դու միշտ հիշի, որ Աստված գթառատ Աստված է եւ նա սպասում է քեզ, որովհետեւ նա ինձ ու քո համար իր կյանքը տվեց չխնայելով ոչինչ եւ չխնայելով ամենաթանկը։ Քրիստոսը իմ համար եւ քո համար խաչվել է եւ այսօր հարություն է առել եւ այսօր մենք հնարավորություն ունենք իր սուրբ այրան միջոցով ապաշխարել եւ դարձի գալ։ Թողնել այս աշխարհը, որովհետեւ աշխարհում ոչինչ եւ ոչ մի բան քեզ չի տանելու, այլ տանելու է այնտեղ, որտեղ որ կա կեղտ, որտեղ որ կա այն ամեն ինչը որ քեզ կփչացնի։ Եվ ես սա հասկանալով իմ կյանքում որոշում կայացրեցի, որ Տեր, ես չեմ լինելու այն անառակ որդին, որ կլինի աշխարհում, եւ կլինեմ այն որդին, որ կգա քո մոտ եւ դու քո պատմությանը կդնես իմ ուսերին, եւ իմ համար երկնքում խնջույք կլինի, ուրախություն կլինի, եւ քո սիրտը ես կուրախացնեմ, Տեր։ Եվ այդ որոշումով հանդերձ ես եկա Տիրոջ առաջ եւ ապաշխարեցի ու մինչ այսօր ես պայքարում եմ մեղքի դեմ, պայքարելով այս անիրավ եւ չար աշխարհի մեջ եւ քեզ ասելով, որ նաեւ դու եւս հնարավորություն ունես Տիրոջ առաջ գալու եւ ապաշխարելու, քանի որ եթե ես կարող եմ այս ամեն ինչի միջով անցնել, եթե ես կարող եմ հասկանալ, որ այդ ամենը ինչ ոչինչ չի տալու եւ այն բաժինը, որ Աստված ինձ տվել է, ես չպետք է օգտագործեմ սա աշխարհի մեջ։ Ես պետք է օգտագործեմ Տիրոջ տան մեջ։ Ես պետք է օգտագործեմ այն ձեռքը, այն ոտքը, այն աչքը, որ Տերը տվել է ինձ, պետք է ծառայի իրեն, որովհետև մենք ստեղծված ենք Տիրոջ համար։ Աստված ստեղծել է մեզ, որ մենք փառք տանք իրեն, մեր ապրած կյանքով, մեր նստածով, մեր հելածով, մեր ամեն ինչով։ Եվ ուստի այսօր կոչ եմ անում քեզ, սիրելի քույրես եւ եղբայրս, որ թողնելով աշխարհը
դու ամենակարևոր բանն ես ժառանգելու հավիտենական կյանքը։ Եթե դու առաջ անգամ կլսես այս խոսքերը եւ քո համար խորտ կտվա քո ականջին, Աստվածաշունչը երբ որ ընթերցես եւ լինես եկեղեցում եւ քո որոշմանդ մեջ ես հավատում եմ, որ հստակեցնես, իմացի որ Աստված այդ 99-ին թողելու եւ գալու է քո հետևից։ Ինչպես որ ժամանակին իմ ետևից եկավ եւ ես արձագանքեցի Տիրոջ կանչին եւ հասկացա իրականությունը եւ ճաշակեցի, որ Տերը քաղցր էր։ Եվ ամեն բան նրանով է եւ ամեն բան նրանով մենք կարող ենք հաղթահարել այն ճգնաժամը, այն դժվարությունները, որ քո կյանքում եկել են, կլինեն, եւ եթե այսօր դու պատրաստ ես, ուզում եմ որ եկեղեցի կանգնենք Տիրոջ առաջ եւ մեր աղոթքը բարձրացնենք այս մարդկանց համար, որովհետեւ այսօր իսկապես այդ մեկ մարդու կարիքը կա, որ Տերը թողնում այն 99-ին եւ գնում այդ մեկի ետևից։ Եվ այդ մեկի անունը դու հենց քո վրա կարող ես վերցնել, որովհետև այդ մեկը դու ես։ Ոչ մի կողմերը չնայես, այդ մեկը դու ես։ Տեր Հիսուսը այսօր գալիս է քո հետևից։ Գալիս է քո հետևից եւ նա ասում է, որ ես քո համար իմ կյանքը տվել եմ։ Ես քո համար խաչն եմ բարձրացել։ Եվ ես քո համար իմ այրունն եմ թափել, որ դու այսօր հավատաս, այսօր վերցնես, ապաշխարես եւ թողնես աշխարհը, որովհետեւ իրականում աշխարհը մեզ ոչինչ չունի տալու, սիրելի եկեղեցի, սիրելի քույրես եւ եղբայրս։ Խնդրում եմ քեզ, լսիր Տիրոջ ձայնը։ Այսօր Աստված կանչում է քեզ։ Այսօր Աստված քեզ իր գրկաբաց ձեռքը բացած քեզ կանչում է։ Թող այն ամենը, ինչը որ քոնը չի։ Եթե դու գերության մեջ ես, խաբանքների մեջ ես, ցավերի ու հիվանդությունների մեջ ես, դու չգիտես որ կողմ գնաս, այսօր է ապաշխարության օրը։ Եթե այսօր լսում ես Տիրոջ խոսքը, չդնես մի կողմ, չասես վաղը, մյուս օրը, այսօր է Աստված թողել այդ 99-ին եւ եկել քո հետևից։ Այսօր է թողել։ Վաղը չգիտեմ դու այդտեղ կլինես թե չէ։ Որտեւ երբ որ դու դրսում ես աշխարհը ամեն տեսակ գազաններ կարող են քեզ տանել։ Խնդրում եմ սիրտդ բացես Տիրոջ առաջ։ Խնդրում եմ քո ամբողջ էությամբ հավատաս եւ գաս։ Եվ այսօր մենք աղոթելու ենք քո համար։ Եթե դու հիմա լսում ես, խնդրում եմ որ քո սիրտը բացես։ Հետագայում կլսես այդ ժամանակը խնդրում եմ որ քո սիրտը բացես եւ կանչես Տեր Հիսուսին քո կյանքի մեջ։ Տեր, շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ մենք հնարավորություն ունենք գալու քո առաջ։ Մեր սիրտը բացում ենք եւ ասում ենք Տեր, մեղավոր ենք քո առաջ։ Տեր, խնդրում եմ որ ներես մեր մեղքերը։ Խնդրում եմ որ ազատես այն կապանքներից, որ մեզ բռնել է գերության մեջ։ Խնդրում եմ ազատագրես այս աշխարհի չարիքներից Տեր եւ խնդրում եմ որ քո ձայնը հասնի այն մարդկանց Տեր, ովքեր որ այս պահին աղաղակում են եւ քո անունն են կանչում Տեր իմ Աստված։ Քո արտար ողորմությունն են խնդրում, քո գուտն են խնդրում որ շարժվի այդ մարդկանց կյանքում եւ գա փրկություն, որովհետեւ ժամանակին մենք ես նույնպես Տեր այն կորած մեկն է որ դու թողեցիր այն 99-ին եւ եկար իմ հետևից Տեր իմ Աստված։ Շնորհակալ եմ այդ օրվա համար, շնորհակալ եմ որ դու այդ ամենը տեսնելով ինձ մեղքերի մեջ թաթախվելով աշխարհի մեջ լինելով տեսնելով Տեր որ կորում էի դու եկար ու գտար ինձ Տեր։ Թող այդ օրը նույնպես գա քրոջս ով եղբորս կյանքում Տեր ով կանչում է քեզ, ով մոլորության մեջ է եւ չի ճանաչում Տեր իմ Աստված։ Քո սուրբ անունն են քրշակում եւ քո խաղաղությունն են քրշակում եւ մարդկանց կյանքերում թող գա ապաշխարություն եւ թող ճանաչեն քեզ եւ փրկություն լինի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։